Դեպքի առնչությամբ նշեմ, որ 3 հունիսի 11-ին ժամը առավոտյան 08:34-ին ահազանգ է ստացվել ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Ճամբարակի Գարեգին Նժդե փողոցներից մեկում շենքի բնակարաններից մեկը այրվում է եւ հրդեհ կա, անմիջապես դեպքի վայր են ժամանել 2 մարտական հաշվարկ եւ պարզվել է նախնականով, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել եւ շենքի փլուզում ներգրավել են անմիջապես նաև որոնողափրկարարական ուժեր լրացուցիչ, հավաք տագնապի ազդանշանով այսպիսի հայտարարություն ունեցել ենք փրկարարծառայությունում, 282 փրկարար ծառայողը ներգրավել որոնողափրկարարական աշխատանքներին, ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել, նաև սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բայց նախնական գնահատումը ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու, ներկայությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել ըստ նախնական գնահատման, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում եւ թե տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքապետարանի հետ կատարվել են աշխատանքներ, քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ, մեծամասնությունը բնակչության հրաժարվել է բնակարանների տանն են բնակվել, 2 կին ունենք, որ օգտվել են եւ այս պահին հյուրատանն են բնակվում, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի, Պարոն ներկայումս ոստիկանության վերակարգերը իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, բնակիչների գույքը չկորսնվելու նախապայմանով եւ նաեւ ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, հետագայում նաեւ եթե փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար։ Այսինքն այս պահին առանց Օթևանի մնացած մարդ չկա, մարդիկ ժամանակավոր բնակության տեղեր ունեն։ Ոչ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ եւ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը եւ պետք է այս ուղղությամբ աշխատենք։